Մեղադրում են իշխանությանը Գյումրիում ճնշելու ընդդիմադիր թեկնածուներին, այս մասով ինչ կարող եք ասել, ասում են մտել են գրասենյակներ, ընդդիմադիրների տներ, ինչու է իշխանությունը նման գործելավոճ սկսել։ Իսկ ինձ թվում է ճիշտը այդտենց հանրությունը որ խոսա, որ որոշ թեկնածուներ փորձում են ճնշել ընտրողներին եւ մտածում են, որ այն հին ձևերը նորից անցնելու է, մարդկանց վախեցնելու են, ինչ որ բան են հիշեցնելու։ Ես նման կարծում մեղադրանքներ չկան այն թեկնածուների հասցեին, որոնց հասցեին չեն կարող լինել, հա, ինչի օրինակ Լևոն Բարսեղյանի հետ կապված տենց տեղեկություն չկա, կամ այն մյուս ընդդիմադիր թեկնածուի, կամ այն մյուս ընդդիմադիր թեկնածուի։ Ասում եք Լևոն Բարսեղյանին ով քվետա Իմիջիալից ես ուզում եմ ներողություն խնդրել, պարոն Բարսեղյանը նաև անդրադարձել էր, ես տենց մի պամատկիցս դուրս էր եկել ընդհանրապես, որ ինքը մասնակցում է, եւ ես իրանի նկատի չեմ ունեցել, երբ որ ասել եմ, որ կա հին եւ նոր, ես իրան նկատի չեմ ունեցել այդ դեպքում։ Բայց տեսեք, ասում են ինչպես է ստացվում, որ կլինի այնպես կանենք, որ ես էլ կողր կանեմ դուք էլ։ Ասում են ինչպես է ստացվում, որ երբ որ ԿՊԻ Սարիկն է շիբինը փռում ասֆալտին, դա ընտրակաշարք չի, բայց երբ Մարտուն Գրիգորյանն է փռում շիբինը ասֆալտ չունեցող փողոցում, դա համարվում է ընտրակաշարք։ Չի կարա տենց լինի։ Չի կարա տենց լինի։ Եթե նման փաստ կա, երկուսն էլ համարվում է ընտրակաշարք եւ երկուսն էլ պետք է պատժվի։ Մեր Սարիկը լինի, ով ուզում է լինի, չկա տենց բան։ Չկա տենց բան, եթե դրա ապացույցները կա, ես պահանջում եմ դա ներկայացնել եւ պահանջում եմ, որ դրա հետքերով իրավապահ մարմինները գնան, չի կարա երկակի ստանդարտ լինի, բայց այն մարդիկ, ովքեր որ տարիներ շարունակ այդ նման գործելավոճով աշխատել են, որոնց բերումով մենք իրանց անունները գիտենք, հա, վերջի վերջո զարմանալու բան չկա, հա, նույն 7 տարի որևէ մեկը դատված չէ կաշառք, ընտրակաշառք տալու կամ վերցնելու համար։ Չէ, տենց չի, նաև կան գործեր բանի հետ կապված 2021 թվականին, էլի նույն պատիվ ունեմ ներկայացուցիչների հետ կապված, կան գործեր, Նարեկ ջան, լավ չեք տիրապետում, մի հատ ճշտ է, կան գործեր։ Ես ճիշտ ասած, որովիցե ձևով ներգրաված չլինելով չեմ կարող ասել քաղաքական հայտարարությունների մակարդակով ինչքանով որ գիտեմ, այնքանով գիտեմ, բայց գիտեմ, որ տենց չի, իհարկե կան մարդիկ, որոնք դատված են, որոնց հետ կապված վճիռներ կան, որոնք էլ շատ երկար այդ process-ի մեջով անցնում են։ Արդյոք անհանգստություններով չի պայմանավորված Գյումրում ընտրություններից 2 օր առաջ ընդդիմադիր թեկնածուների հանդեպ այս քրեական հետապնդումները, որը քաղաքական իրականում հետապնդումներ են, եւ դուք ձեր թեկնածուի ընտրվելու շանսերը բավականին ցածր, այսպես գիտակցում եք, որ ցածր է, դրա համար են այս ամեն ինչը իրականացվում։ Չէ, եւ ես կարող եմ դա ապացուցել, որովհետեւ նախ եւ առաջ տեսեք, նման գործելավոճ մենք երբևիցե չենք կիրառել, նույնիսկ այն պարագայում, երբ որ դրանից կախված էր մեր կյանքը, մեր ֆիզիկապես գոյությունը, 2021 թվականի մասին է խոսքը, առնվազն կյանքը, այնտեղ քրեական գործերի հետապնդում եւ այլն։ Երկրորդը, տեսեք, մենք շատ տարբեր տեղերում բացվել ենք ընտրությունները եւ հիմա կան շատ տարբեր կուսակցությունների ներկայացուցիչ թիմ ղեկավարներ։ Նաեւ նույնը տեղի ունեցել նաեւ Գյումրիում, հետո կոալիցիա են կազմել եւ դրա համար, դրա խաթր հա հետո դա կոալիցիաները քանդվում են, ասենք անկախ նրանից դա նույնիսկ երկու ընդդիմադիր կուսակցություններն են, խմբակցություններն են իրար հետ հիմա վիճվում, կոալիցիան ինչա որ չքանդվի։ Ժամանակի ընթացքում, երբ որ տեսել ենք, հասկացել ենք, որ տորպեդահարվում այն գործերը, որը որ մեր ավականին Գյումրիում ուզում է անել, բնական է, բայց պատասխանատվությունը, գիտեք ինչ, այ հետաքրքիր բան կա այդտեղ, մարդկանց ընկալումը Գյումրիում միջով կոալիցիա քանդվել է, եղել է այն, որ քաղաքացիական պայմանագիրն է իշխանության ու չի անում, տենց վերագրվել է մեզ ու բնական է դրա պատճառով քանդվել է, իսկ ինչ վերաբերում մեր թեկնածուին Լավերդուն էր վերաբերվում Վանաձորին էր վերաբերվում, որ հետ ընտրական զարգացումներ եղան, երբ որ ընտրված թեկնածուն ընդդիմադիր հայտնվեց, այո, ձերբակալվեց։ Գիտեք ինչ, այդ այն հայտնի հարցն է, սկզբից ձուն է եղել, թե հավն է եղել, հա? Այսինքն այն մարդիկ, ովքեր որ քրեական հանցագործություն են կատարում, հաճախ փորձում են պատասպարվել ազգային ժողովում, քաղաքականության մեջ, այդ դեպքերը նոր չեն, այդ դեպքերը մենակ մեր ժամանակում չի եղել։ Եվ եղել է ժամանակահատված, երբ որ ինչ-որ մարդկանց հետ հաշվեհարդար տեսնելու համար իշխանությունը բան արել, բայց խնդիրը այն է, որ այսօր մեր նկատմամբ ամենամեծ մեղադրանքը այն է, որ ինչի են ընդհակառակը այդ մարդիկ դուրսը, ինչի են այդ մարդիկ, ովքեր որ բոլորի կողմից ընկալվում են որպես հանցագործ, որպես խուժան, դեռ դուրսը, այդ մեղադրանքը ես ընդունում եմ։ Այդ մեղադրանքը ես ընդունում եմ, ուղղակի ես քաղաքական գործիչ եմ, ես իրավապահ չեմ, ես բնական է այդ հարցադրումը անում եմ։ Նենց որ այդ
պիտակը, այսպես ասած, այս իշխանությանը կպցնելը չի ստացվել ոչ 2021-ին, ոչ էլ հիմա է ստացվել, չկա տենց բան եւ չի կարող լինել։ Կրվենք, խնդիր չկա, մեր ժողովրդի որոշի լիքն է։ Համապետականը մեր ժողովուրդը տենց կորոշի։ Մենք հլուլազանդ կընդունենք մեր ժողովրդի որոշումը ու կհռչակենք, որ դա մեր հաղթանակն է, որտեղ մենք ենք ընտրության ինստիտուտը Հայաստանի Հանրապետություն բերել, որ մարդիկ գնում են եւ ընտրությունով որոշում կայացնեն։ Դե ես չեմ կարծում, որ մենք այնտեղ պարտվելու ենք, բայց լավ չի լինի, իհարկե լավ չի լինի։ Եթե պարտվեք, պարոն Սիմոնյան, ինչ եք կարծում, պետք է համապետական ընտրություններ անցկացնել ժամանակից։ Չէ, դրա կարիքը չկա ու ես չեմ կարծում, որ մենք պարտվելու ենք, մենք հաղթելու ենք այնտեղ, Գյումրեցին հաղթելու է, որովհետեւ ես չեմ կարծում, որ Գյումրեցին ով միշտ ընտրությունների ժամանակ իր բարձր գիտակցությունը ցույց է տվել, այսօր պահիտակ կուրացել է ու չի տեսնում ովքեր են մի կողմում, էլի ընդհանրական չասելով, հա, ովքեր են մի կողմում եւ ովքեր են մյուս կողմում, ովքեր է հիմնական ֆավորիտ ընդդիմադիր տեխնացուն ճակերտավոր եւ ով է այն մյուս տեխնացուն, իրանք շատ լավ ամեն ինչ հասկանում են եւ ես վստահ եմ, որ գյումրեցիները գնալու են եւ քվեարկելու են։ Այդ մարդկանց ամբողջ հաշվարկը նրա մեջ է, որ գյումրեցիները վախի մտնոլորտից կամ ինչ-որ խուժանական, տենց գողական բաներից ելնելով չեն այդալու քվեարկեն, ես վստահ եմ, որ գյումրեցին իրանց պատասխանը տալու է։ ԿՊ-ի ցուցակը կարդացել եք, պարոն Սիմոնյան, Գյումրու 99 հոգուց մի հոգի այնտեղ, որ երևի վարչական պաշտոն չի զբաղեցնում, կամ մի քանի հոգի, որ դպրոցում չի աշխատում, համայնքապետարանում չի աշխատում, մարզպետարանում չի աշխատում, բուժհիմնարկներում չեն աշխատում, բոլորը ԿՊ-ականներ են ու բոլորը այն վարչական ռեսուրս տնօրինող կառույցներում են աշխատում։ Սա մտահոգիչ չէ։ Տեսեք, նախ ԿՊ-ի ցուցակն է, ՀՀԿ-ի բանից պետք է լինեին, կուսակցությունները պետք է ԿՊ-ից լինեին, դա մեկ, երկրորդը տեսեք, մեր հանրության մեջ կա ազատ լրատվամիջոցներ, կան ՀԿ-ներ, կան անհատներ, որոնք որ զանգում են եւ բացահայտում են պետական ռեսուրսի կիրառումը եւ դրա մասին ազատ հրապարակում են անում, եթե նման հրապարակում կլինի, բնական է դրա պատասխանը կլինի։ Ես կոչ եմ անում, ավելի ակտիվ լինեն հետաքննող լրագրողները, ՀԿ-ները, որոնք զբաղվում են ընտրությունների նկատմամբ հսկողություն իրականացնել, կոչ եմ անում ավելի ակտիվ լինեն։ Պահանջում եմ։ Իշխանությունը ականջալուր չի այդ հրապարակումներին, ՀԿ-ների։ Տենց չի, ես համաձայն չեմ, որ տենց է։ Դուք պատկերացնում եք, որ այդ նույն րոպեին տենց Զևսը վերևից կայծակը պետք է խփի եւ ինչ որ մեկը փոշի պետք է վերածվի, տենց չի։ Բոլոր այդ դեպքերը այս ընթացքում, այս 7 տարվա ընթացքում բազմաթիվ բացասական դեպքեր են տեղի ունեցել, բազմաթիվ կառավարման հետ կապված եւ մեր գործունեության դրանք բոլորը, որոնք որ հրապարակվել են, դրանք քննվել են։ Եթե ձեզ թվում է, այստեղ որ ընդդիմադիրները օրինակ հրապարակումներ են անում, մենք դա ներսում չենք քննարկում, հետևություններ չենք անում եւ քայլեր չենք ձեռնարկում, դուք շատ սխալվում եք, չկա գետ մեկ դեպք, որ մենք դրա հետևից չգնանք։ Բայց դե գիտեք ինչ, մեր հանրության մեջ այս իրավիճակում, երբ որ մարդկային ռեսուրսների հետ կապված նաև խնդիր կա, մենք շատ հաճախ ականատես ենք կրնում, որ նույնիսկ մեր կուսակցականը, մեկ էլ մեր նիստերի ժամանակ մի հատ այնպես բան ասում, բոլորը զարմացած նայում ենք, թե դու ոնց ես ընդհանրապես եկել այստեղ չկիսելով ես ամեն ինչը, ես որ լինում է։ Շունչ եք համարում այն ամեն ինչը, ինչ արվում է ընտրություններից 3 օր առաջ, տեխնացուի հորը տղային ձերբակալում են ինչ որ գործով, Չէ, դա ինչ որ գործով չնայեք, ասում եք բռնաճնշում 3 օր առաջ, եւ երբ պետք է ընտրություն կեղծողը այդ ընտրությունները կեղծի, մի տարի առաջ, մի տարի հետո այդ գործողությունը, այդ ճնշումը, որը որ փորձում են իրականացնում են ընտրություններից մի քանի օր առաջ։ Իրականացնում են, իրավապահները դրան արձագանքում են։ Երբ պետք է ինչ որ վերացական հանցագործը, վերացական ընտրություններ կեղծի, մի քանի օր առաջ փող բաժանի ճնշում գործադրի եւ այլ, ել չեմ ասում, որ կներեք, բայց ոչ, էլի, ասում եմ, մեր կյանքի հարցն է կանգնած եղել, մեր ընտանիքների, մեր ապրել չապրելու, մենք այդ քայլին չենք գնացել։ Մենք այդ քայլին չենք գնացել, երբ որ մեր կյանքի հարցն է եղել, թքած որևիցե պաշտոն։ Դե մենք որևիցե մեկին չենք հանում, Նարեկ ջան, դու ինքդ տեսել ես հրապարակը լեցուն, ասենք այդ Քարոզ Արշավը, թե ինչ մթնոլորտ էր, Մեղրիում ագարակում տեղի ունեցած դեպքերը, Սյունիքում տեղի ունեցած դեպքերը, այստեղ Բաղրամյանի փողոպողոտայի վրա տեղի ունեցած, մենք ոչ մեկին չենք հանում, մենք որևիցե մեկին հանելու բան չունենք։ Մենք, տեսեք, ուժը
Այսօրվա իշխանության ուժը կայանում է նրանում, որ մենք ազնիվ ենք, մեր սխալների մեջ էլ մենք ազնիվ ենք, ասում եմ սխալներ ունենք, բայց մենք մեր աշխարհների մեջ ազնիվ ենք, իրանք այդ բանը չունեն։ Դուք Քոչարյանին եք սարքել, պարոն Սիմոնյան, ձեզ այլընտրանք եւ դուք էլ պարբերաբար հպարտանում եք այդ Նարեկ ոնց ենք սարքել։ Կասես այդ սարքելու մեխանիզմը ոնց է եղել։ Քաղաքական գործոն եք դարձրել։ Իսկ Սերժ Սարգսյանի ելույթը ընտրություններից մի քանի օր առաջ, երբ որ ինքը առաջին անգամ սեռական բնույթի հայհոյանքներ էր տալիս, դա մեզ օգուտ տվեց, թե վնաս տվեց։ Կարող է Սերժ Սարգսյանն էլ ենք մենք սա։ Չէ, հարց եմ տալիս, եղբայր։ Պարտված իշխանությունը կան նախկիններում։ Լավ, համաձայն եմ, որ ընդունում եմ, որ տենց բան ասում են, բայց այդ դաշտը մենք չենք ձևավորում։ Այդ դաշտը մենք չենք ձևավորում։ Ինչ որ մեկը հենց մեզ սատարում է կամ համաունչ բան է ասում, օրինակ Հանրապետություն կուսակցությունը, ասում է կետա, ձեր սարկած ընդդիմությունն է։ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը մեզ ամենավերջի ձևով քննադատում են, ասում եք ձեր սարկած իշխանությունն է։ Մենք ընդդիմադիր դաշտը չենք կառավարում։ Ես մեղադրում եմ ընդդիմությանը, որ իրանք իրանց ֆինանսները օգտագործելով, իրանց ԶԼՄ-ները օգտագործելով քաղաքական դաշտը փակում են նոր ծնվող ուժերի համար, բայց եթե ես միջամտեմ, արդեն այդ միջամտությունը որպես իշխանություն անելուց հետո այդ ընդդիմությունն էլ արդեն արհեստական է լինելու։ Ես չեմ, դու ես եղբայր, որն է այն գործողությունը, որը որ մենք արել ենք Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանին ուժեղացնելու եւ որն է այն գործողությունը, որ մենք չպետք է անեինք, որը Չէ, սպասի, որը։ Դե դուք վերել եք իրեն Ինչ ենք վերել։ Ինքն է հայտարարել գործ եք հարուցել նկատի ունեմ։ Այսինքն ոչ մի բան չեր արել, մենք գործ ենք հարուցել։ Դա կիսատ եք թողել հետո եւ Չէ, դա հələ չի բարձր, մի շտապի։ Հələ մի շտապի, քրեական գործը կա, շարունակվում է, ուր է շտապում։ Որովից է մեկը, այսինքն քրեական գործ, որ հարուցեցինք, այդ մարդը դառնում է քաղաքական գործոն։ Շատ քիչ մարդ կա, որ քաղաքական գործը հարուցված եւ ինքը քաղաքական հայտարարություններ չի անում եւ չի դառնում քաղաքական գործ։ Չէ, տենց չի։ Ես ասում եմ շատ լավ է, որ իրանք կան։ Եվ ես խորհուրդ եմ տալիս իրենց ընդունեն վարչապետի առաջարկը բանավեճի մասնակցելու եւ գան այդ բանավեճին, չնայած գիտեմ որ դատապարտում եք Նիկոլ Փաշինյանի այդ բառապաշարը, որ երեք խորհրդարանի ամբողջ կոնկրետ որ բառապաշարը ոտնակող կանեն վերնեք տեղերը Դե խոսակցության մեջ կարելի է բանին ընդդիմախոսին պատեպատ տալ միանշանակ եւ ես հաճախ այդ նույն բանը անում եմ իմ ընդդիմախոսին ես պատրաստ եմ պատեպատ տալ եւ որևիցե ձևով չեմ դատապարտում ես դատապարտում եմ Հայաստանի Հանրապետության ժողովրդի ներվերը ուտելը այս ապատեղեկատվությունը տարածելը ու այն կեղծիքը որ իրանք անում են բայց վարչապետին ես չեմ ես երկրորդում եմ քաղաքական դիակ անվանել քաղաքական դիակ են Իրանք քաղաքական դիակ են, ասեմ ավելի նախկին նախագահ չեն, ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Սերժ Սարգսյանը չի ընտրվել Հայաստանի Հանրապետության նախագահ։ Ոչ մի անգամ։ Լևոն Տեր-Պետրոսյանը 96 թվին չի ընտրվել։ Սերժ Սարգսյանի գրասենյակը Չընտրված եռյակն են, էլի իրանք։ Գրասենյակները նախագահները արձագանքել են օրինակ Սերժ Սարգսյանի գրասենյակը։ Ես այդ նախագահ, ես իմ գրասենյակը, չէ, իմ գրասենյակը չէ, իմ գրասենյակի, չգիտեմ, քարտուղարը կուղարկեք ինքը կարձագանքի, իրանք արձագանքելու մի ձև ունեն, գան խոսակցության, իրանց նույնիսկ խմբակցությունը չի կարողանում գա և բովանդակային, ոչ թե գասի, դավաճանը դու ես, չի կարում գա բովանդակային զրույց վարի, Ռոբերտ Քոչարյանը կարողանալու է Նիկոլ Փաշինյանի հետ ինչ-որ իրականության մեջ բանավիճի, բովանդակային կարողանալու է բանավիճի, Սերժ Սարգսյանն է կարողանալու, թե Լևոն Տեր-Պետրոսյանն է կարողանալու, գալու է բան ասի, հետո կողքից են մնացած ասել են դուք տենց մի 100 տարի կանցնի եւ դուք կհասկանաք, թե ինքը ինչ նկատի ուներ, այդ շատ սաղին լավ ճանաչում ենք, էլի։ Հաղթած նախագահներ են, ինչու չպետք է կարողանան բանավիճը։ Մեկը մյուսի հետ ինչ կապ ունի ուզում հասկանալ, այսինքն Դե թող այդ եմ ասում, շատ լավ ես ասում, բա թող գան, վարչապետը երեք ասեց, մեկը ասել է թող գան, Աշոտյանը ում էր հրավիրել բանավեճը, բայց ու վարչապետի լեվելները չեք նկատում, որ տավ է, երկրի ղեկավար, ես էլ
Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանին եմ հրավիրում, թող գան իմ այդ բանավեճի։ Լեվելների տարբերություն գոյություն ունի քաղաքական կշռի։ Ով։ Իհարկե իրանք նախագահ են եղել, ես երկրի նախագահ չեմ եղել եւ երկրի ազգային ժողովի նախագահն եմ։ Իհարկե քաղաքական լեվելով իրանք բարձր են միանշանակ։ Ի վերջո ով էր երեք ցուցում տվել խոչընդոտել։ Ես նման ցուցում չեմ տվել եւ ես այսօր ՊՊՑ-ի աշխատակիցների հետ զրուցել եմ, որ նման բան այլևս չկրկնվի եւ պետք է ասեմ, որ իրենց էլ մեղադրելի չի, որովհետեւ ըստ գործող կանոնակարգի ներս անցկացնել չէր կարելի որևիցե պաստառ եւ իրանց արձագանքելու պատճառը նաև դա է եղել եւ ես այսօր նաև իրենց հետ քննարկել եմ, որ մենք փոփոխություններ իրականացնենք, որպեսզի նման արգելք չլինի եւ եթե վիրավորանք չի պարունակում կամ սպառնալիք ակնհայտ չկա, որպեսզի որևիցե ձևով չմիջամտեն ու ես համարում եմ, որ պետք չէր երեք նման ձևով արձագանքել մի քիչ ավել էր, քան պետք էր։ Սիմոնյան, ես քիչ առաջ զրուցում էի Գեգամ Մանուկյանի հետ եւ խոսելով հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հայտարարության մասին, նա ասաց, որ իշխանությունները վախենում են, որ Գյումրիում պարտվելու են, այդ պատճառով են այդ տեսակ բաներ անում, ինքը չի հավատում այդ հայտարարություններին եւ կարծում է, որ դա քաղաքական հետապնդում է Լիվադի տեխնոլոգիաների։ Մի 15-20 րոպե հարցազրույցի հետ տվեք, պատասխանը վերսեք դրեք։